Ազգային ժողովի նիստը սկսելուց պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան զոհերի հիշատակը։ Այդ ողբերգական իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի իսկական դեմքը, ինչպես նաև ապացուցեցին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նախկինում նման հանցագործություն կատարածներին։ Նիստին զուգահեռ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ վերահսկիչ պալատի նախագահ ընտրեցին Լևոն Յոլյանին։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 99 պատգամավոր, 2 քվեաթերթիկ համարվեց անվավեր։ Միանշանակ վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչ կանեմ, որ շատ կարճ ժամանակում կարողանամ այդ հաջողությունները պալատի իմ գործընկերների հետ միասին միանշանակ ազգային ժողովի հետ խիստ համագործակցված, կառավարության հետ համագործակցված այդ նիշը ապահովել։ Խորհրդարանը քննարկեց Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին $50 միլիոն համարժեք եվրոյի չափով վարկ կտրամադրվի։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հայտնեց, որ վարկով բարեկարգվելու է Վանաձոր Ալավերդի Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհը։ Հիմնովին կնորոգվեն ճանապարհի թունելներն ու 12 կամուրջները, Վանաձորից Բագրատաշեն հասնելը կրկնակի կարագանա։ Ծրագիրը իրականացվում է մատնանշված ժամկետներում, ծրագիրը իրականացվում է առանց որևէ լրացուցիչ միջոցների օգտագործման, ծրագրի վերաբերյալ գնահատականները բացարձակ դրական են։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մտահոգվեց, պետական պարտքն ավելանում է, իսկ վերցված վարկերն անարդյունավետ են օգտագործվում։ Բոլոր վարկերին մենք դեմ ենք, պարտքերին ավելանում են նոր պարտքեր։ 15 տարի հետո է սկսվելու վարկի մարման գործընթացը եւ 15 տարվա ընթացքում մենք չենք ունենալու զարգացում, ուրեմն ինչի մասն է խոսքը։ Վանաձոր Ալավերդի Բագրատաշեն ճանապարհի բարեկարգման ծրագիրը բաղկացած է 2 մասից եւ ֆինանսավորվելու է 2 վարկային համաձայնագրով։ Առաջին մասն արդեն իրագործման փուլում է։ Լիանա Ներսիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։